Պարոն Դանելյան երեկ հայտնի դարձավ, որ ամենայն հայոց կաթողիկոսի ելքն էլ արգելեցին օրվա իշխանությունները, դրանից առաջ նախորդել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը առայն, որ չեն թողնելու, որ կաթողիկոսությունը Հայաստանի Հանրապետությունից դուրս հանեն եւ նման փորձեր անողների հայացքը այլ կողմ կուղեն։ Դուք ինչպես կմեկնաբանեք վեհափառ հայրապետի նախ ելքի արգելքը երկրից եւ արդեն մնացած մեկնաբանություններն ու հայտարարությունները։ Դուք ինձ կարող եք բացատրել ինչ է նշանակում կաթողիկոսությունը հանել Հայաստանից, դա ինչ է նշանակում։ Դրատակ ինչ եք հասկացել։ Ես Նիկոլ Փաշինյանի խոսքերն եմ ցիտում, ըստ իր տրամաբանության, եթե առաջնորդվենք կամ շարժվենք, եթե եպիսկոպոսաժողովը տեղի ունենար Ավստրիայում, ապա դա նշանակում է, որ կաթողիկոսությունը Էջմիածնից տեղափոխվելու է։ Նման նկարտումներ կան։ Չգիտեմ, դժվարանում են ու չեմ էլ ուզենա մեկնաբանել, մանավանդ առաջին անգամ չի, որ թե եպիսկոպոսաժողովը, թե Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը տեղի են ունեցել արտագնա։ Եվ սա ողջունելի է, որովհետև սա զուտ հայկական կառույց չէ, համասփյուր կառույց է, ազգային կառույց է եւ բնականաբար պետք է կարողանա նաեւ նույն կերպ վերաբերի բոլոր թեմերին, պատրիարքություններին, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս։ Այսպիսի կառույցը ուղղակի չի կարող արտագնա նիստերի չդիմել եւ դիմել է միշտ էլ։ Հետեւաբար եթե դա նկատի ունեք, ես չգիտեմ, մի քիչ դժվարանում եմ ասել դա կաթողիկոսություն չէ, այդպիսի տերմինը թամպես գոյություն չունի։ Բայց ինձ դրվագները չեն ճիշտ ասած անհանգստացնում, որոշ զարգացումներ բոլորիս համար էլ պարզ են, թե էլ ինչ, ասենք, ընթացք ունենան, դրա մեկնաբանության կարիքը որևէ մեկը չունի, բոլորը շատ լավ հասկանում են, որ խորքային խնդիրներ կան։ Եվ այդ խնդիրների մեջ թերևս առաջնայինն այն է, որ այստեղ մենք գործ ունենք, ոչ թե ընդունենք կաթողիկոսություն, վեհապարտեր, առանձին հոգևորականներ եւ պետություն փոխհարաբերության հետ, այլ ավելի խորքային հարցադրումներ, այդ խորքային հարցադրումներ, որոնք յուրաքանչյուր եւ հավատացյալի եւ աթեիստի եւ աղանդավորի պետք է որ անհանգստացնի։ Խնդիրը այստեղ իսկապես ազգային ինքնության, պետական անվտանգության, թափես պետականության խնդիրն է։ Դուք անշուշտ տեղյակ եք, որ օրեր առաջ փետրվարի 10-ին չի խանգարի ձեզ։ Ոչ։ Կարծում որ ոչ։ Հաճելի։ Եվ հանդիպում տեղի ունեցավ Փաշազադեն մի մեծ պատվիրակության հետ այցելեց Վատիկան, սա ևս խորհրդանշական է, չէ, ցույց տալու համար իբրև թե հայ առաքելական եկեղեցու գեցվածքը չեն ընդունում անգամ Վատիկանում։ Մասամբ ոնց որ թե իրեն կարողանում են դա հաջողեցնել։ Եվ կարողացավ ներկայացնել, զրպարտել եւ հայ եկեղեցուն եւ վեհապար տիրոջը անվանելով իբրև թե խաղաղությանը դեմ ենք։ Պատերազմի քաղաքական ուժ ենք եւ փաստարկներն է շատ հետաքրքիր։ Փաստարկներից մեկն այն էր, որ հայ եկեղեցին հարց է բարձրացնում ռազմագերիներին, պատանդներին ըստ էության վերադարձնելու, ինչը արդեն պատերազմի կոչ է։ Ստացվում է, որ երբ դրա մասին խոսում են, ընդունենք Միացյալ Նահանգների փոխնախագահ կամ որևէ մեկ, այդ թվում նաև դուք գիտեք, որ Եվրոխորհրդի վեհաժողովը դա պատերազմի կոչ չէ, բայց եթե դրա մասին խոսում է եկեղեցին, դա պատերազմի կոչ է։ Եվ հաջորդ փաստարկը, որ բերվեց, անշուշտ տեղյակ եք, վերաբերում էր նրան, որ Արցախում եկեղեցիները, վանքերը եւ ընդհանրապես սրբավայրերը չպետք է ոչնչացվեն, դրանք բարբարոսաբար ոչնչացվում են, ինչը բացարձակապես առերևույթ որևէ կապ չունի խաղաղության գործընթացի հետ, սա եւս հերթական անգամ դիտվում է իբրև թե պատերազմի կոչ։ Մի շարք այլ հիմնադրույթներ, ես հիմա չեմ ուզում ձեզ ձանձրացնել դրանք թվարկելով, բայց կուզենայի գոնե մեկ առանձնացնել, խոսքը վերաբերում է բոլորիս քաջածանոթ հայոց ցեղասպանության եւ ընդհանրապես հայի ինքնության խնդրին։ Եվ միշտ այն փաստարկն է բերվում, Ադրբեջանի շկապունի դրա չեն կարողանում հասկանալ, որտեղ իրենք եւս ցեղասպանությունն են իրականացրել եւ եթե մտաբերում են այսպես կոչված հայոց ցեղասպանություն, իրենք ավելի լավ կլինի խոսեն իրենց կողմից իրականացված ցեղասպանության մասին։ Եվ գտնում են, որ դրա մասին ընդհանրապես խոսելը, ընդգծելը եւս պատերազմի կոչ է։
Նախ բոլորս էս շատ լավ գիտենք, որ ցեղասպանությունը պաշտոնապես առաջին անգամ ճանաչել է Թուրքիան։ Թուրքական դատականացիաները դատապարտել են էթնիկ շարժառիթներով զանգվածային բնաջնջումները կան օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնք երբևէ չեն բողոքարկվել, չեն բեկանվել, եւ այս առնչությամբ ասել, որ մենք դեռ պետք է պարզենք, մենք դեռ պետք է քննարկենք եւ այլն, հարգելիներս, այն ինչ որ դատական ակտերով արդեն արվել, ավարտվել է, հաստատվել է եւ դրանք չեն բեկանվել, այստեղ քննարկելու մենք ոչինչ չունենք։ Եվ եկեղեցու դիրքորոշումը ամենը հետեւյալն է, որ մենք պատրաստ ենք ներելու, եթե պատշաճ կարգով ներողություն հայցեն, բայց առայժմ ընդհանրապես պատշաճ կարգով ճակերտների մեջ պահանջ է ներկայացում, որ դրանք մոռացվեն։ Եվ ոչ միայն դա, այլև հայոց ցեղասպանությունից զատ նաև հայ ինքնությունը։ Մեր պատմությունը ներկայացնում է իբրև առասպելաբանություն եւ այլն, այդ բոլորը դուք շատ լավ գիտեք։ Եվ եթե այս չափանիշներով հայ եկեղեցին վեհապարտերը պետք է ճանաչվի իբրև պատերազմի կոչանող, պատերազմ հրահրող, ապա պետք է իսկապես մոռանալ միջազգային իրավունքը եւ անշուշտ կարծես թե ճիշտ են այն գործիչները, այդ միջազգային հեղինակություն ունեցող, դիրք ունեցող, որոնք ասում են, չէ, արդեն միջազգային իրավունքը իրեն սպառել է։ Եթե սպառել է, ամենը ճիշտ է։ Բայց եթե սպառել է, հարգելիներս, դուք ձեր նախաստորագրած, չգիտեմ, պայմանավորված բոլոր այդ գործընթացները կարող եք համարել եւս անիմաստ, որտեղ դրանք միջազգային իրավունքի տարրեր են։ Ես ինչի կարծես թե շեղվեցի, հա իրականում շեղվեցի, ես հենց ձեր հարցին եմ պատասխանում, որ այս բոլորն են կանխորոշում են զարգացումները, որոնք դուք այսօր տեսնում եք, ամոթարի զարգացումները, որովհետև գիտեք ինչ, վերջին հաշվով արտագնա նիստը իբր թե խափանել, ամեն գնով խափանելու անվան տակ իրականացնել այսպիսի հետապնդումներ, ներգրավել իրավապահ մարմիններին նրանց եւս քաղաքական գործընթացների բաղադրիչ դարձնել, ես մեղմ եմ արտահայտում, բոլոր դեպքերում ինձ համար էլ հաճելի չէ այն ամենը, ինչ որ տեղի ունենում, սրա պտուղները ճաշակելու ենք բոլորս, այստեղ հաղթող չկա, պարտվելու է հայ ազգի ամբողջությամբ, պետք է ուղղակի սթափեն։ Ես կոչ չեմ անում, որտեղ ցավոք հասկանում, որ այս իրավիճակում, այս մթնոլորտում նմանաբանույթ կոչերը ուղղակի որևէ ազդեցություն չեն ունենա։ Աստված պահապան, մեր եկեղեցուն, մեր վեհապար Տիրոջը, մեր երկրին։